Դեռ պարզ չէ, աշխարհի ամենաբարձր շենքը Բուրջ Խալիֆան կառուցած MR Properties ընկերությունը կգա Հայաստան, թե ոչ։ Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան, պարզելու թե ով է իրականացնելու Նորագյուղ թաղամասի շինարարությունը։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ կառուցապատողին պետք է ներդրողներն ընտրեն։ Դեռ նախորդ տարի էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել համաշխարհային ճանաչում ունեցող MR Properties-ի գործադիր տնօրեն Ահմադ Թանի Ալ-Մատրուշիի հետ եւ քննարկել Downtown Երևանի ստեղծման հայեցակարգային նախագիծը։ Հիշեցնենք, որ Նորագյուղ թաղամասում ներդրումներ իրականացնում են DT Construction եւ DT Development ընկերությունները։ Քաղաքապետարանից հայտնում են, որ միայն ծրագրի հաստատումից եւ օտարման գործընթացների ավարտից հետո պարզ կդառնա, թե որ ընկերությունն է իրականացնելու շինարարությունը։ Մոտ 84 հեկտար տարածքում նախատեսվում է հիմնել Երևան Downtown բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոն։ Նախագծով նախատեսվում է կառուցել 150 շենք շուրջ 65000 բնակչի համար։ Այստեղ ընդհանուր երկնաքեր կարա՞լ։ Այո, այստեղ ենթադրվում է հարկանի նկատի ունի։ Վարչապետ մինչև 70 հարկանի։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը անդրադառնալով շենքերի հարկայնությանը Factor TV-ի հետ զրույցում Երևանը համեմատել էր Ճապոնիայի հետ։ Մասնավորապես Տոկիո մայրաքաղաքում շատ սեյսմիկ գոտի ակտիվ, Ճապոնիան երևի համեմատելի չի, բայց կան բարձրահարկ շենքեր եւ շատ նորմալ ֆունկցիոնալ առումով այնտեղ իրականացված է ամեն ինչ։ Նախագիծն իրագործելու համար տարածքում եղած շինությունները պետք է քանդվեն, իսկ բնակիչները փոխհատուցում ստանան, բայց պարզվում է քաղաքային իշխանությունը դեռ չի հանդիպել Նորագյուղ թաղամասի բնակիչների հետ։ Հարցմամբ խնդրել էինք նաև տեղեկացնել, թե որքան է գնահատվելու բնակարանների 1 քառակուսի մետրի արժեքը։ Պատասխանի համաձայն փոխհատուցման գինը որոշվելու է գնահատող ընկերության կամ ընկերությունների եզրակացության հիման վրա, գույքի շուկայական արժեքին ավելացնելով 30%, նախկին 15%-ի փոխարեն։ Ավելի վաղ բնակիչներն այսպես էին արձագանքել։ Այստեղ ենք ապրում, ոչ մեկ էլ երևի համաձայն չլինի քանդելու։ Դե փոխհատուցումն ոնց կտան, էլի պետք է կարգի տա։ Եթե կան մարդուն, կուզեք հանեք ու չտեղավորեք, անիմաստ է ծրագիրը։ Եթե գումարը կենտրոնի գներով տան, համաձայն ենք։ Եթե կենտրոն համայնքում է մեր թաղամասը գտնվում, կենտրոնը քանդում են, կենտրոնի շուկայական գնով պետք է մեզ վճարեն։ Մասնավոր սեփականության օտարման գործընթացը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ կառավարությունը տարածքը ճանաչի հանրության գերակա շահ։